Բարելույս բոլորիդ սիրելիներս, ձեր Անահիտը առավոտ կանող գնում է, ուրա գնում գիտեք, ելակ էի պատվիրել, գնում եմ ելակը բերեմ, որպեսզի պատրաստեմ կոնֆիտյուր, մուրաբաճե կոնֆիտյուր, ջեմ, երկուսի արանքը էլի, և տերմոմիքսով կպատրաստեմ, շորերս հագնում եմ, զգում եմ, որ գերացել եմ, պիտի այսօրվանից արդեն ստրոգի ռեժիմի տակ նստեմ և վերջ։ Ինչպես եք հուսով եմ, որ ձեր մոտ ամեն ինչ նորմալ է, մազերը հնարավոր չի թափել, մազերը հնարավոր չի սարքել, մի խայտարակ շոկ, հիմա ես մտածում եմ ոնց գնամ, որ ես Լեկլեղին ավելի մոտիկ լինեմ, սենց, այսպես կգնամ ժողովուրդ ջան, որովհետև սենց հետևով դուրս եմ գալի հենց մի անգամից այդտեղ մի վարքյան Դավիթ։ Շատերդ հարցնում եք Անահիտ, Դավիթն ու Կարլան վաղուց չենք տեսել, կարոտել ենք, ես էլ եմ կարոտել երեխեք ջան, դե գնացի Երևան, դրանից առաջ եկան, հետո աշխատում են, բան էսա, ուրբաթ օրը գալիս են, մի քանի օր կմնան, ամբողջը սկսում է չորանալ, այն սիրուն կանաչը շնացելի կա, բայց ամեն դեպքում վառվում է խոտը, այս սեզոնը, այս մոմենտը չեմ սիրում, բայց ոչինչ ինչ արած, քանիսա ինչքան է դուրսը, այսօր լավ է, ժամը 10:30, 10:44 և 28.5 աստիճան է, ես ոչինչ չեմ պատրաստել, հիմա պետք է մինչև հասնեմ տեղ, մինչև հետ գամ, լինում է 12-ը, չգիտեմ, հասնում եմ արդեն տեղ, սենց մի հատ բուջուր գյուղ չի, քաղաքի վերջն է և սա օպտավոյ տեղ է, երեխեք ջան, հիմա տեսնենք կլուբնիկները, տեսնենք նեխած չի լինի, կլուբնիկը հետ լավը չեր, թթույա, ուրեմն գնեցի ելակ, այդ տղան ասեց, որ աբղիկո էլ կա, նայք ինչ լավն է երեխեք ծիրանը, ընտիր ծիրան է, մեկ ու քանիս է գալի, 5 կիլոն, գիտեք ինչի, այս տղեն դավկանից անք իրար վրա դնի, ծանր է իմ համար, կլուբնիկը սա է, պիտի անմիջապես սարքվի, տակը լղջված չլնես, մանր է, ղժուն է, բայց ոչինչ։ Հարցրեցի, ասեցի ոնց է գործերը, բնականաբար մեկս մեկից հարցնում ենք, մանավանդ որ կոմերսի մեջ ես, ասեց շատ վատ, ասեց ծախում եմ, եթե ուզում ես գնես, ասի նո շատ շնորհակալ եմ, շատ շնորհակալ եմ, ասեցի, այսօրվա դրությամբ բիզնեսը չի աշխատում, որովհետև մեկը մեկի խփում են, ասեմ ինչի, ինչ են ֆրանսիացիները բավականին բողոքարկում, որովհետև ուրիշ երկրներից են բերում, անգամ շատ գյուղատնտեսներ ամբողջ ճանապարհները բլոկե էին արել, որպեսզի Իսպանիայից, այդ կողմերից արտասահմանից չգար, այս ինչ է անում, այս մարդը, որպեսզի արտասահմանից չգար մրգեր, բանջարեղեններ, իսկ այս տղան հիմնականում գնում է այս կողմի ժողովրդից, պրոդուկտորներից, բայց տարօրինակ է ծիրանը որտեղից է գնել, չհարցրեցի, բայց կլուբնիկան այս կողքի քաղաքից է, ելակը։ Հիմա ժողովուրդ ջան, ձեր Անահիտը չկան գնա տուն, մի անգամից էլի քյասարներով, ոչ մի բան չունեմ, գնելու 15 կիլո պեսոկ ունեմ, ես ինչքան է ինձ պետք պեսոկ, երեխեք, մի վարկյան, ես ոչ չունեմ գնելու, ուրեմն հիմա ասեմ ձեզ, եթե ես գնել եմ 20 կիլո պեսոկը հերիք չի անի, ինչ անեմ, չգիտեմ ժողովուրդ, մտնեմ գնեմ պեսոկը, ահագին ժամանակից անց, դե լավ գիտեք ինչ, 15-18 կիլո ունեմ, նորմալ է, ծիրանի համար կգնամ վաղը կգնեմ, ծիրանը 20 կիլո ծիրան եմ գնել, ձեր համար ոնց է, ձեր Անահիտը լավ չի երեխեք ջան, ձեր Անահիտը չկան լավ չի, գիտեք ինչ, մտնեմ երևի պեսոկը գնեմ, այո, մի հատ էլ պիձա կգնեմ Սերժի համար, մի վարկյան մի հատ զանգեմ պիձա պատվիրեմ, ինքը այդ պիձայից է սիրում, տեստեղից կգնեմ լավ պիձա, մտնեմ մի անգամից մի
4 պաչկա գնեմ այդ բանից, տեղ չկա, տեղ կանգնելու, բայց ավտոն կխեղճանա շատ շուկ, հա։ Մարդիկ հարև տեղ չեն կանգնում, բայց առավոտը արդեն տեղ ու ստար չկա, ձեր համար ոնց հա։ Գնեմ իմ տեղը, հա, են կողմը հովա, պրոստ ընդեղի շատ պի քայլ ես, բայց ոչինչ ինչ արած։ Գնամ մի 4 պաչկա էլ գնեմ այդ բանից, կլուբնիկը քաղցր չէր, ես վախենում եմ, որ ես ընդհանրապես կլուբնիկայի մեջ լցնում եմ, երեխեք ջան, քանի ասեմ ձեզ, շունես, կլուբնիկայի մեջ 1 կիլո 800 գրամին լցնում եմ 400 գրամ շաքարավազ, բայց ինձ թվում է այս անգամ մի քիչ շատ կլցնեմ, որովհետև կլուբնիկը այդքան քաղցր չի։ Դեմ դուրս չի գալիս, որտեղ այդ շաղյա վերցնեմ, որտեղ դե նավսյակի վերցնեմ, որտեղ արդեն սեզոնը բացվել է Երևանի, այդ կոնֆիտյուրների, մի անգամից մի քանի կիլո վերցնեմ, քանի պաչկա, եթե լինի, մեծ պաչկաներով լինում է։ Գնացինք արագ-արագ, երեխեք ջան։ Ուրեմն գնացի շաքարավազ, ինքնատե ֆիրմեն, դվայնին անգամ թանկ է, բայց այս ամենացածր ֆիրմեն, նայեցի մեջի ասեցի կոմպոզիցիոնները, տեսնեմ ինչ է իրանից ներկայացնում, ոչ մի բանի չէր ներկայացնում, ոնց որ նրաններ էլ էս էր, ուղղակի սա Լեկլերի ամենացածր ֆիրման է շաքարավազ։ Գնեցի շաքարավազը, զանգում էի Սերժին, որ ասեի ուշանամ, մոռացել էի, որ թաղում այսօր գնացել։ Հիմա ինչը անում ձեր Անահիտը, ձեր Անահիտը են վիցինի նման կինոյի, գնացի ելակ գնելու, 4 յաշիկ էլ ծիրան գնեցի, այսինքն 20 կիլո, հիմա դրանք այդ ծիրանները կդնեմ սառնարանը, այսօր ելակը կավարտեմ, վաղը ծիրանը կսկսեմ։ Գիտեք, Ես չի որ էժան հաճույք է, ուղղակի ես գիտեմ, որ ես եմ պատրաստել եւ իմ պատրաստածի մեջ միայն կա շաքար եւ շաքարավազ եւ միրգ։ Ինչ էի ուզում ձեզ ասել, սիրելիներս։ Ես այսօր ինձ մեկը մեսաժ էր ուղարկել Instagram-ով, Անահիտ ջան, կարող ես ասել դու արձակուրդ կարողա վերցնես ամառը, որովհետեւ ինձ հետաքրքրում է, ես շատ եմ սիրում քո բլոգները, ես ամեն առավոտ որ արտանում եմ, մանավանդ այս ամառը вообще գործել չկա, դե բնականաբար մարդիկ կան մարզում, դրսներ են աշխատում, մարդ էլ կա ոչ մի բան չունի անելու, մարդ է կա արձակուրդի տեղն ուզում մի քիչ ռելաքսացիա լինի, սիրելիներս, եթե ես արձակուրդ վերցնեմ, ձեզ կասեմ, բայց ինչու՞ չէ, միգուցե թե, չգիտեմ, կտեսնեմ, ես մի թեմայի շուրջ կխոսեմ այսօր ելակները մաքրելուց, գիտեք, ես շատեր ուրիշ բաներ էին գրել, որ Instagram-ում մեկը ինձ մեսաժ էր գրել, ված չեմ ընդունում ինչ որտեղ, գրել էր տիկին Անահիտ, ես պատահաբար տեսա ձեր ալգորիթմը, ձեր YouTube-ի, եւ կցանկանամ ձեր հետ կիսվել, այսինքն իմ գաղափարները, կարող եմ հարցեր տվել, գրեցի իհարկե կարող ես ազատես, եթե իհարկե ոչ մի վիրավորական բան չկա, չէ, ոչ ես շատ գիրք կինեմ, աղջիկ եմ, երիտասարդ աղջիկ եմ։ Ես շատ եմ ասում, քննում, նայում մեր հայ բլոգերների սկսնակ, թեկուզ քիչ են գրածած, բայց շատ են նայում, շատ են գրածած, քիչ են նայում, եւ ես ինչ որ ստատիստիկայի այն կգրում, երևի ինչ որ թեզ անում, չգիտեմ, մանաջմենտ եւ այլն։ Ես կարող եմ ձեզ ասել, որ ձեր ալգորիթմը նայելով, ձեր հավատարիմ հետևորդուհիները 2000-ն են։ 2000 քարետրակի 3000, որովհետև հիմնականում ձեր բլոգները նայում են հետաքրքրասիրությունից ելնելով, շատ որ նայում են, դա հետաքրքրասիրությունից ելնելով են նայում։ Ճիշտ ասած, ես գրեցի ուղղակի կարճ կոնկրետ համամիտ եմ այդ մտքին, հետո ինքը նորից շարունակեց, գրեց, որ ես խորհուրդ կտամ, եթե իհարկե կլսեք իմ խորհուրդը, գիտեմ, որ դուք չեք սիրում այդ խորհուրդը, պարզվում է ինքը բոլորի բլոգները նայում է, ինչ է այս մեքենան անում, մտածում է գնա թե չգնա։ Հա։ Վերջը մի վարքյան մատ էս հրաշք տեսարանություն։ Սա պետք է տեսնեք, սա մի գեղեցկություն է։ Ես միշտ ցույց եմ տվել, երբ որ իջնում եմ,
արդեն գնում ենք մեր տուն, ոչ թե իջնում, այլ բարձրանում, որտեղ այս քաղաքը ցածր է մեր համեմատ։ Այս դիմացի անտառը ուղղակի ընտիրների ընտիրը։ Տեսնում եք։ Սա։ Ես եթե խորհուրդ չէ, եթե ցանկանաք ասեցի իհարկե, պրոբլեմ չկա, ես ընդունող եմ խորհուրդներ, նաշնես չի, որ այս խորհուրդը մարդը հարցնում է կուլտուրական շատ գրագետ ձևով, եթե թույլ կտակ, դա ես մեծամիտ մարդ չեմ, գիտեք ասեց, դուք պիտի ձեր կոնտենտները նենց մտածված դունեք, որպեսզի մարդիկ շատ նայեն, մի վարկյան երեխեք ամուսինս է, կներեք Սերժներ, ասեցի ընդունում եմ աղջիկս, դավայ ասեցի, տեսնեմ ինչ ես ասում, այնպիսի կոնտենտներ դրեք, ասում եմ, որ տեսնում եք, դուք խոսքի ալգորիթմը, որ դուք նայում եք, ձեր կոնտենտները, դուք ասում այնպիսի կոնտենտներ դրեք, որ մարդիկ այսօր ավելի հետաքրքրասեր են, քան հետաքրքրում է ինչ-որ իրանց ուսուցողական, ինչ-որ մի բլոգ, որը որ ռոլաքսացիա եւ այլն, գրեցի, ճիշտ ասած ինքը ինձ զայնային էր ուղարկում եւ ես իրան անջատում էի, պատասխանում էի, հետո նորից շարունակում էի, որտեղ մոռանում ես այդ երկար զայնային էր։ Գրեցի ես քո հետ համամիտ եմ եւ ես դա նկատել եմ, վաղուց եմ նկատել, բայց ես հատուկ որ դնեմ կոնտենտ, որպեսզի հետաքրքրասերները նայեն եւ դրանից ես գումար աշխատեմ, նախ գումարները չնչին կոպեկներ են, ասեմ ձեզ, ես շատ կցանկանամ իմ միակը, կցանկանամ իհարկե ով չի ցանկանա գումար աշխատել, ես կցանկանամ որ ռեկլամներով աշխատեմ, ես ինձ առաջարկեն ռեկլամներ, պրոբլեմը նա է որ մեր Հայաստանում միակ վատ բանը, քանի որ ես բացել եմ Ֆրանսիայում հայկական ալիք եւ ես ներկայացնում եմ Հայաստանը, ես ընկել եմ 2 քարի արանքը։ Եթե ես ֆրանսիական ալիքում ես 12-13 հազար հետևորդուհի ունենայի, ինձ Ֆրանսիան անմիջապես կտար ռեկլամներ, կտային մեքեն ապարատուրա բան, ես նայում եմ ռուսներ կան, երեխեք, այդքան շատ չունեն հետևորդներ, բայց անընդհատ իրանց առաջարկում են որովհետև փոքր բլոգերները ավելի ձեռնտու է իրանց, քանի որ իրենք ավելի քիչ են վարձատրում։ Բայց մեր մոտ Հայաստանում նայում են, տեսնում են երիտասարդությանը եւ լցոնված դեմքերին։ Ներող եղեք, բայց պետք է ասեմ, քիչ են որ չլցոնված են, բայց հիմնականում լցոնված։ Չեն նայում այդ մարդու կապասիտեները, այսինքն ընդունակությունը, արդյոք ես իմ բրենդը տամ այս կնոջ աղջկան ինքը ճիշտ կներկայացնի։ Կան որ տիչեր են արձակում։ Այսի ուզում եք արեք, երեխեք, ընդհանրապես երբ որ դու կոմերսի մարդ ես արդեն 26 տարիա կոմերսի մեջ եմ։ Եթե մեր հայ բիզնեսմենները չհասկացան, որ այս կինը ցույց է տալի մոդա, սպասի, իր հագուստը, իր ձևը, իր մորֆոլոգիական եւ այլն, եթե շատ կան բրենդեր, որ կարող էին ինձ ուղարկեին, ես իրանց հետ աշխատեի եւ իհարկե ամեն ռեկլամի համար գումար աշխատեի։ Բայց մտածում են ինչ 60 տարեկան կին է, ինչ ցույց տա, սխալվում եք սիրելիներս, եթե սա ինչ որ մեկը կնայի եւ ունի երեխա, աղջիկ կամ տղա, ովքեր բիզնեսի մեջ են, ովքեր ունեն մանաջմենտ իրանց այդ դիպլոմները եւ այլն, իրանց ասեք որ սիրելիներս տարիքը կապ չունի, արտաքինը կապ չունի, եթե այդ մարդը հղկված է այդ վաճառքի մեջ, կոմերսի մեջ, ինքը կարող է ամեն ինչ էլ վաճառի։ Իմ մոտ կա մի ճշմարտություն, ես իհարկե պետք է տեսնեմ, շոշափեմ, օրինակ ձեզ մի հատ հասարակ բան ասեմ, մի անգամ մտել եմ Սիր Քոչարի շորերն եմ շոշափել, տեսել, նկատել եւ իրոք ինքը շատ լավ որակ է, եթե ինքը ինձ առաջարկեր, որ ես աշխատեի իր հետ, անխոսք աշխատեի, որովհետեւ աչքերս փակ գիտեմ, որ լավն է, կաշխատեի նաեւ դե բնականաբար հեռավորության մեջ չեմ կարող պաղպաղակների, շոկոլադների հետ աշխատել, կաշխատեի նաև բիժուների հետ, այսինքն բիժուներ, որը որ ես պետք է նկատեմ, զգամ թեթևություն, գեղեցկություն, ինչ շորի հետ ոնց, կաշխատեի նաև կոշիկի բրենդի հետ, որը որ դա իմ թուլությունն է եւ ես խանութ եմ գնում իմ համար կոշիկ գնելու, խանութի աշխատողները չեն թույլ տալի, որ ես դուրս գամ, որովհետեւ ես ավելի շատ եմ վաճառում, քան են մյուսները, այսինքն այստեղ
մի ճշմարտություն կա, ժողովուրդը արդեն հոգնել է խաբեությունից եւ ժողովուրդը տեսնում է քո դեմքից, որ դու ադուշի ասում ես, նո, էսի մի վերցա, սա լավն է։ Դրա համար ես այդ աղջիկան հասկանում եմ։ Ես չեմ կարող կոնտենտ անել, սիրելի իմ աղջիկ, մի կոնտենտ, որը իմը չի, մի հատ ապուշ բաներ, կամ էլ թե չի անընդհատ մտածեմ, ուր գնամ, ում տուն գնամ, ում դուրը խփեմ, նկարեմ, որ շատ նայեն։ Հասարակ ձեզ մի հատ բան եմ ասում։ Բոլորը տեսակ, որ մենք հրավիրված ենք մեր սիրուն, մեր սիրելի, ինչ ասեմ, Սյուզիի եւ Ռուզաննայի տունը, իր մաման հրավիրել էր, Սյուզիի տունն էր, բայց մայրիկն էր եկել, ամեն ինչ արել, դրել։ Տեսակ քանի հոգի նայեցի, 15-18 հազար, որովհետև շատերը անամբեր սպասում են տեսնեն Սյուզիի տունը ոնց է, ինչ է, կային նաև նախանձներ, կային նաև բարիներ, կային նաև չարեր, կային նաև ուղակի լուբապիտնիներ։ Դա ես հասկանում եմ իմ սիրուն աղջիկ, ես գիտեմ թե դա ինչ էիք դուք ինձ ուզում ասել, բայց ոչ, այդ գնով, որ ես նկարեմ մի բան, որը որ մարդկությանը այդ մնացած 8,000-ը, որ նայեմ, որ դառնամ 10,000, ինչ արած, միգուցե թե ուշ սկսեցի, միգուցե թե սկսեի 30 տարեկանում, բայց դե ոչինչ, ամեն ինչը, ես այս բլոգը բացեցի, ուղղակիորեն, որ ես շփվեմ, ունենամ եւս նոր ընկերներ եւ դրա համար շատ շնորհակալ եմ, որովհետեւ ճանաչեցի ձեզ, իմ սիրելի աղջիկներ, իմ սիրելի տղաներ, որովհետեւ գիտեմ, որ շատ-շատերի ամուսիններներ են նայում իրենց կանանց հետ եւ ես դրա համար շատ ուրախ եմ, շատ շնորհակալ եմ ամեն ինչի համար, շնորհակալ եմ նրանց, ովքեր հավատարիմ են, շնորհակալ եմ նրանց, ովքեր դիտում են Անահիտին, որովհետեւ կապնվել եք արդեն ոնց որ Անահիտի քույրը լինեք, Անահիտի ընկերուհին, Անահիտի մորակրոջ աղջիկը, ուղակի Անահիտի ընկերը։ Իսկ ինչ վերաբերում է իմ սիրելի աղջիկ, եթե ես պետք է բացեմ կոնտենտը, որպեսզի մարդ հավաքեմ, ես այնց թեմատիկաներ կդնեի, որ ոչ թե մարդ կհավաքի, այլ միլիոններ կունենայի, բայց չեմ սիրում խաբել, չեմ սիրում ստել, չեմ սիրում ասել, սա գիտեք ոնց եք պատրաստում, սա որ պատրաստեք ոչ մեկը չեք կարող պատրաստել, նենց արեք, որ այս կարտոֆիլը ես եմ շատ լավ պատրաստում, կամ էլ թե չեմ ապուշ բաներ են անում, կամ անընդհատ գնամ սրանատները դուրը խփեմ, մտնեմ, նկարեմ, պարենք, ուրախություն, որ մարդիկ նայեն, տեսնեն ինչ արեցին, այսօր գնացին, չէ, սիրելիները, սա դա իմը չի, դուք նկատած կլինեք։ Իմ բլոգը ընտանեկան բլոգով սկսել եմ, ընտանեկան բլոգով եք ավարտեմ մի գեղեցիկ օր, չեմ խոսում ավարտի մասին, բայց մարդ ես, միգուցե թե մի օր տեսնեմ, որ արդեն ավելի շատ էներգիա եմ ծախսում, քան ստանում, միգուցե թե մի գեղեցիկ օր բանալին կդնեմ դրան վրա եւ կողպենկով մի քանի տուղ կփակեմ, բայց առայժմս այդ միտքը չունեմ։ Դե ինչ սիրելիներս, արդեն հասնում եմ, մի հատ ուզում եմ նայեք այս գեղեցկությանը։ Լավն է, չէ, ոնց որ նկար լինի, նկարչություն։ Սա ուղակի խոտերը, այս որ հնձել են լրիվ, այս բաները, այդ սիլոսները, գեղեցիկ է մեր բնությունը, գեղեցիկ է նաև ամռվա շոկը, հիմա 32 աստիճան է, այսօր քանիսն է ժամը, 12-ն է, համեմատած երեկվան, այսօր մի քիչ լավ է, էլի 32-ը, մինչև այսօր 25-ն է, ու այսօր իմ սիրունիկիս ծնունդն է, պիտի զանգեմ մի հատ շնորհավորեմ, այսօր 25-ն է արդեն մեր մոտ, վաղը Դավիթ Սուկարլաս գալիս են իմ երեխաները, մի քանի օրվա բլոգի մեջ իրանք են ներկա կլինեն, չեմ ասում, որ տենց անընդհատ, բայց կաշխատեմ, որ նկարեմ, քանի որ շատերը կարոտել եք, շատերը սիրում եք Կարլային ու Դավիթին, ոնց որ ես եմ սիրում, դրա համար շատ շնորհակալ եմ ժողովուրդ ջան։ Ահա սիրելիներս, այս բանջարեղենի մասին էր ասում, որ ես ու շատ եմ սիրում, սալսիֆի, գրվում է S-A-L, S-I-F-I-S-ը, ես ճիշտ ասած հարցեցի ChatGPT-ին հայերեն բառը և Google-ը արեցի, ասում է այտա մորուս, առաջին անգամ դες բանդեցում, ինքը ոնց որ համ արտիշոյի, համը ոնց է, համ արտիշոյի կամ տնեբեկի ինչ-որ համի նման է, արմատները շատ համով է երեխեք, եթե նրանք ովքեր ապրում են Ֆրանսիայում, չգիտեմ Ամերիկայի Միացյալ Նահանգների մեկը միգուցե լինի, խորհուրդ կտամ գնեք եւ այսինքն են ժարիտ եք անում, կարող եք ձեր ջարդել վրա, բայց ես չեմ անի։ Երևի թե մի քիչ մաղադանոց կլսնեմ վրան։ Ժողովուրդ ջան, ձեր Անայի դժկան հացկերանք հավաքեցի սեղանը։ Հիմա գիտեք ինչ եմ անում։
Հիմա ես ես մի ящիկը լվանամ, ես մի ящիկը 5 կիլո է, բայց անենց մանր կլուպի դա, բայց ոչինչ, բանի համար լավ է, շատ ոխավոր կուջուր է, արդեն պատվիրել չի կարող չի ասել, չեմ սիրում տենց բաներ, դրա համար տեսեցի, սա դրում ես երկրտանի թափի, բարի, բանով, ահա որ ինչ ասեմ, մանր ելական, բայց կարևորը պինդ ելակա եղեք, հիմա մի հատ լվանանք սա, սրա գիտեք որ նա վատը ջանջալ ալինելու մաքրելը, բայց դե ոչինչ, ես եմ սերալս կդնեմ, կնայեմ և կմաքրեմ, թթու, ելակի համետ չի գալի, հարավոր երստապված եմ ելակից, լավը չի, կանի տվեց թանք գրակարավ, մեր մոտինը այսքան է Երևանինը, չեմ ասում համը, գնացինք ժողովուրդ ջան, դե ինչ եկեք անջատեմ և այսպես տեսնում եք, սա վենտիլատորը միացրել եմ, վենտիլատորը գիտեք ինչ անել, ես ինչ իշում ես վենտիլատորը, ինչ պրոբլեմ կա սրա, և դնեմ ու սկսեմ արդեն, կանդիցիոնարը տիպի բանը միացած, c'est trop petit. C'est trop petit, mais bon. Quand c'est trop petit? Les fraises. Ça va être galère à nettoyer. Allez, hop. Գնացինք ժողովուրդ ջան, դե լավ, մի հատ ֆիլմ դնեմ, նայեմ, Serge là ուտում ալ. Tu manges, Serge? Alors? Elle est pas sucrée, non? Non, pas du tout. Je paye vachement cher. Ah, սիրելիներ, ես հիմա ինչ եմ անում։ Սա գնում այստեղ։ Ինքը ընդհանրապես 500 գրամ ասում, բայց ես 1 կիլո կես կանեմ։ 1 կիլո և 430, 1 կիլո կես։ Քանի որ ելակս քաղցր չի, ես հիմա մի հատ, ես կայացնեմ շաքարավազը, մոտավորապես 1 կիլո կեսին կեսան, Այն վաղ 400 գրամ է անում, 450, հիմա կանեմ 550 ժողովուրդ։ Նյուրացնենք։ Ես ինքս եմ սա ձև վերցրել, չնայած որ սենց շարունակում ես, ինքն ասում է շաքարավազը կլուբնիկայի։ Հիմա նայեք, ես 500 գրամ արեցի, 529 արժան։ Կես հատ լիմոն եմ ճզմում մեջը։ Կորիզները չթարփի մեջը։ Սա, ձեր կեզ մորմորած։ Հիմա մի հատ ուղղակի սենց արագ խառնում եմ, քանի որ ցանկանում եմ, որ ինքը խառնվի իրար հետ։ Սենց անենք, այ սենց։ Եվ դնում եմ 45 րոպե եփելու։ Մի վայրկյան, ժողովուրդ ջան, միացա աղամ։ Ուղղակի չէ, չխառնվեք լավ։ Հիմա հանենք սա։ Դնում ենք սա վրա։ Եվ 35 րոպե է, սա է, հիմա կտեսնենք վերջում ոնց է, ես գնամ արդեն բանկաները բերեմ։ Ժողովուրդ ջան, ձեր Անահիտը վասկի մեջ է, վասկ։ Հիմա ինչ անեցի ես, այս սա, զանգեցի Սուսանին, Սուսանը ճիշտ ասած ինքը միշտ վերջում լսնում է սա, ասեց ես անում եմ, Անահիտ մի վախեցի, սա լրիվ նատուրալնի, ուրեմն բանի այդ խնձորի կորիզի և
սերկեֆիլի կորիզով է սարքած, լրիվ 100%-անոց բանը, նատուրալն է։ Հիմա դրանից մի ճաշի գտալիցեցի վերջում, որ ինքը ջուրը հավաքվի, այսինքն պնդանա, որը շատ չերա ավելնորդել, այդ մեքենան չաշխատացնեմ շատ։ Հիմա ձեր Անահիտը չկան, սիրելիներս, բանկաները վերելա, և ես այն նման կտեսնենք քանի բանկայատում, ասեմ ձեզ պիտի մի հատ փորձեմ, ինչ եմ արել, մի հատ փոքրիկ աման դրել եմ մարազիլկայի մեջ, այդ մարազիլկայից որ հանում ես իրան, արդեն ինքը սառնա չէ, ինքը անմիջապես հավաքվում է, ու այդ ժամանակ արդեն կնկատեմ, կտեսնեմ, արդյոք լավ պինդա թե ոչ, գնացինք։ Դե իմ սիրելիներս ուրախությունով, ուրեմն նայեք ինչ մտածեցի։ Մտածեցի, քանի որ իմ տերմոմիքսը պիտի նորից ահագին արել եմ 20 կիլո, ինչ արեցի, վերջին րոպեին լցրեցի կբանի մեջ, կացայի մեջ և մի քիչ ջեր տվեցի, ուղղակի որ պնդանը, այդքան բան։ Հիմա մյուսը արդեն ձևը կփոխեմ։ Այդ կորիզը, որը լցնում եմ, դա ուրախությունով, առողջ, բոլորս ուտենք։ Ես ինքս ինձ բան եմ, աղորնում եմ, ուրեմն մի կիլո ու կեսը 2-3 բանկա է, մինչև վերջ լցում եք, չեք վարդնում, վախիլի էլի, մամայից մնացա էլի, անտետաշնում եմ, մինչև վերջ լցա, չվախենաս, որ ինքը գերմետից փակվեց, ուրեմն մի կիլո ու կեսից երեխեք դուրս եկա 2 բանկա, ուրեմն ես պիտի զգույշ լինեմ, զգույշ որ զգույշվայրան չունեմ, սա գնաց նորից, որպեսի այն մնացածը սին երտամ, կողի կոշտու համար ներող ուղեք, սա այսպես է կոնֆիտյուրը, գնացինք սիրելիներս, եկեք ձեր Անահիտը, այս դերշուտ կա, այս սենց անում է, և փակի, առողջ ուտենք, առողջ ուտի ամուսինս, իրախատ եմ անում շատ ասայի, սիրին ելակ, մաման տիրան է սիրին, դրա համար տիրաններ եմ գրել։ Բարև ձեզ ժողովուրդ ջան, բարի երեկո, պատկերացնում եք կոնֆիտյուրը, հա, հեսա կվար է, մուրաբան հավա արեցի ու ավարտվեց երեխեք ջան, և մայրիկի հետ եկանք նստեցինք դուրս, մամային այդ րոպեին հեռախոսը վերցեց, ես այ մամ ջան, աստված ինձնից առել էր, մեռնեմ արևիտ, ու պրիտոմ քանի օրա դուրս չենք եկե, մամ, խլուրդի պես տնից դուրս չենք գալիս, քանի օր, մամ, 5 օր? 5 օր դուրս չենք եկել, երեխեք ջան, մամ ջան, նկարում եմ, բարևներ ուղարկի ժողովուրդ։ Նկարում ես, ներնեմ ջանեք, լավ ես անում, ցավդ բանեմ, նկարի, շատ ուրախ եմ, անչափ ուրախ եմ, այդ նկարելը մենակ Ասա ինչ էի անում նոր, ինչ էի անում քո համար, կարդում էի բոլորի կոմենտները։ Հա, գիտեք ինչ կա, հենց մի քանի րոպե առաջ իմ աղջիկը սկսեց, մամա, ուզում ես ընթերցեմ, կարդամ, թե ինչեր են ասել քո համար։ Գիտեք ինչ, բառերս չի հերիքում երևի։ Ես ուզում եմ խոսեմ, ասեմ, արտահայտվեմ, շնորհակալությունը հայտնեմ, այդ շնորհակալ բառը մարդիկ ամեն րոպե կարողանում են ասել, բայց մենակ այդ շնորհակալությունով չի, ես չգիտեմ ինչ բառեր կարամ գրեմ, ստեղծեմ, որ կարողանամ ձեզանից իսկապես շնորհակալ լինեմ։ Անչափ եմ շնորհակալ, ձեզանով հպարտ եմ, որ կարդում է, Անահիտս կարդում է այդ ձեր ասածները, ձեր շնորհակալությունը, ձեր բարի մաղթանքները, իմ մեջ ուրիշ զգացմունք է առաջանում, դա բացատրություն չունի, չեմ կարող բացատրել, թե ինչ է ինձ մոտ, լիցքավորվում եմ ավելի, հպարտանում եմ, ես ինչ ճանաչում եմ, նոր եմ զգում, թե մարդը ինչի համար է եկել աշխարհ։ Այո, Մարդն եկել է աշխարհ, Աստված որ մարդուն ստեղծել է, չի ասել, որ դու չարություն արա։ այո, Սերը, դա Աստված է, այո, ասեմ քեզ, դա սեր է ստեղծել մարդկանց, Այո, և մարդիկ, որ սկսում են ծնվել, աշխարհ գալ եւ այլը զույգավորվել, դա սիրոց են առաջանում։ այո, մեռնեմ արևիտ, այո։ Սիրոց են առաջանում։ Դրա համար ես ցանկանում եմ այնքան սեր տամ ձեզ, այնքան սիրեմ ձեզ, որ դուք լիցքավորվեք իմ նման, դուք էլ
երջանիկ տատիկ լինեք, երջանիկ մամա լինեք, Ապրես մեր երջանիկ մամա, մորաքույր լինեք, ապրես։ երջանիկ հարևանուհի լինեք, Այո։ երջանիկ ամուսին լինեք։ Դրա համար շնորհակալություն եմ ուզում հայտնել։ Երբեմն առիթ չէր լինում, որ կարողանա ես իմ մտքին արտահայտել։ Ցանկանում եմ, որ ամենալավ բարիքները ձեզ լինի։ Ապրես մեր Ամենալավ Մարիետ, բարիքները։ ապրես։ Ամեն ինչը թեթև տարեք, որ երկար ապրեք։ Այո, այո։ Գնահատեք ձեր օրը, ձեր առավոտը, ձեր երկունը որ քնում եք, գնահատեք, փառք տվեք, որ ինչ լավ գեղեցիկ օր անցկացրեցիք, Այո, գնահատեք։ Եվ այդ անդրադառնում է եւ ձեր առողջության վրա, եւ ձեր երազների վրա, ձեր մտքի վրա։ Ամեն ինչը լավով է վերջանում։ Այո, մեր Մարիետ։ Ցանկանում եմ հիմա երեկո է, արդեն ժամը 10 Քանիսն է մամ երևի։ Մի վարքյան մի հատ նայեմ, մամ դու նայ, հա, քո հեռախոսի վրա։ 10 անայի։ Բա ինչ լավ է։ Մամ պարտեզը ջրեցիր, մեռնե Մարիետ։ Անպայման, Այդա։ այդան եկավ լավ է, օգնեց։ Հա։ Հենա մամա այս պարտեզը սիրուն։ Ախր երեխեք անեն շոկ է։ Այս հնարավոր խաշվում ենք, բայց այսօր անենց քամի դուրս եկավ մեր մոտ հո ասա լեննականի բանն է, այդ մեր մոտ լեննականի եղանակն է։ Գիտես ինչ եմ ուզում հիշեմ ասել։ Հələ ասա։ Ես ծնվել եմ Լեննականում։ Հա։ Լեննականի բնությունը մի չքնախ բնություն ունի։ Նախ շատ գեղեցիկ գարուն ունի։ Յա։ Անչափ։ Շատ միապաղաղ գեղեցիկ ամառ ունի, Անայդ ջան։ Շատ։ Ամառը մենք մեր տան մեջ միայն ֆորտուշկեքն ենք բացանում։ Հաստ վերմակով եք։ Հաստ վերմակով քնում ենք։ Վայ մամ, հետևը տեն ինչա, գուշ գլխի չկպնի։ Բանա այդ գիտուր անուն ինչա գիտուր։ Հետո մեր Մի վարքյան երեխեք։ Հա, հետո երեխեքի հետ այնքան շատ երեխա կային մեր հայատը, շատ աղջիկ, տղա, խաղում ենք, պաղկվոց էինք, խաղում ենք, մինչև 12 նոր գնում էինք քնելու, հա։ Ասում է փորերները չէ, սոված, բայց ուրախ, չէ։ Շատ ուրախ, հա, անչափ ուրախ ենք։ Ուրեմն ամենագեղեցիկ հիշողությունը դա մանկությունն է։ Այո։ Եթե դու մանկությունդ ինչ-որ մի տեղ ես ապրում ես, բան, դա քո հայրենիքը, քո ծննդավայրը, քո մանկությունը, որովհետև այնքան անմեղ է մանկությունը։ Այո։ Այնքան ինչ ասեմ քեզ, գեղեցիկ է, որովհետև մանուկները, երեխեքը ուրիշ մտածելու բան չունեն։ Մտածում են խաղան, նամանավանդ դպրոցական արձակուրդների, հա։ Փորերը կուշտ լինի, բազ են իրար ցամոք, անհոգ է։ Դա երջանկությունը, հա։ Ցանկանում եմ թող բոլորի մոտ խաղաղություն լինի, բոլորի ինչ ասեմ, թող միշտ երջանիկ լինեն։ Վաղը Դավիթենք են գալիս, երեխեքն են գալիս, ժողովուրդ ջան, եւ մենք ունենալու ենք 4-5 օր բուրըն օրեր։ Տունը կլցվի։ Ահա, հիմա էլ նենց լավ, այս բալկոնում այ հիմա նոր կարողանում ենք նստել։ Սուսան մի կողմից ասում, դու մի կողմից, մամա, քայլի։ 2 կիլոմետր 300 մետր քայլել եմ այսօր։ Այդ այսօր քայլել ես։ Քայլել եմ, քայլում եմ։ Հա։ Այդքան քայլել եմ։ Դե ինչ սիրելիներս, եկեք սրանով ավարտեմ իմ վլոգը։ Ցանկանամ ձեզ բարի դիտում, ցանկանամ ձեզ գեղեցիկ օր։ Հուսով եմ, որ ձեր մոտ ամեն ինչ նորմալ է եւ ամենակարևորը ցանկանամ ձեզ առողջություն։ Համբուրում եմ ձեզ, սիրում եմ ձեզ եւ ինչպես միշտ ասում՝ պակա, պակա։